Այսօր էլ ենք քայլել Երևանի փողոցներով եւ ձեզ բերել արվեստ։ Ողջույն, դուք դիտում եք Երևանի դիմագիծը։ Այստեղ կանգնած են նրանք, ովքեր ժամանակին պարում էին։ Պարում էին լեռնեցիները։ Նրանց շուրջը այսօր չկա երաժշտություն, բայց նրանց պարը ունի հանդիսատես։ Պարը ոչ միայն շարժում է, այլև մարմնի լեզու, պատմելու ինքնության, արմատների ու հողի հետ կապի մասին։ Լեռնեցիների պարը այդ կենդանի ժառանգության քարացած պատկերն է։ Խմբաքանդակի աշխատանքները սկսվել են 1979 թվականին Գեղարվեստի կոմբինատում։ Հավաքական կերպար ներկայացնող արձանախմբի պատրաստման համար պահանջվել է 4 տարի։ Լեռնեցիների ու լեռնուհիների շունչ առած պարը այսօր կանգնած է Մերգելյան այգում։ Քանդակագործ Տիգրան Արզումանյանը իր ստեղծագործության հանդեպ այնքան խնամքով գտնվեց, որ չնայած երկար ժամանակ անտեսված լինելուն, այսօր արձանախումբը վայելում է առանձնակի ուշադրություն եւ հետաքրքրություն։ Դե իսկ լավ պարի համար պետք է լավ երաժշտություն, հատկապես դուդուկ։ 3 տարբեր սերնդի դուդուկահարներն են՝ Ջիվան Գասպարյանը, Լևոն Մադոյանն ու Վաչե Հովսեփյանը։ Նրանց ուշացած լուսանկարը կանգնած այստեղ Աբովյան փողոցի աղմկոտ հոսքի մեջ, կարծես մի պահ է, որը ժամանակին չի հասցրել ֆիքսվել ու հիմա վերակենդանացել է։ Ինչու հենց այս վարպետները, ինչու այս ձևով։ Սա պատահական կոմպոզիցիա չէ։ Այս արվեստի գործը հարգանքի տուրք է հայ դուդուկահարներին, նրանց, ովքեր իրենց նվագով պահպանում ու փոխանցում են մեր ժողովրդի հոգու ձայնը։ Դուդուկը որպես հայկական ինքնության մի մաս վաղուց դուրս է եկել ազգային սահմաններից, դառնալով համաշխարհային երաժշտական ժառանգություն։ Արձանախումբը ստեղծվել է քանդակագործ Դավիթ Մինասյանի կողմից 2014 թվականին եւ վերածվել է Աբովյան փողոցի յուրօրինակ խորհրդանիշներից մեկի։ Այն ներկայացնում է 3 դուդուկահարների, իսկ կողքին մի 4-րդ տեղ դատարկ է։ Այն կարծես սպասում է մեկին, ուշացած դուդուկահարին։ Սուրենը, Վազգենը, Արամն ու Սաքոնեն, տղամարդիկ ֆիլմի հերոսները, Սարյանի այգու հարևանությամբ, Երևանի ամենամարդաշատ հատվածներից մեկում։ Շատերը այստեղ պարզապես լուսանկարվում են, բայց քչերը գիտեն, որ արձանախումբը մի ամբողջ կինոժապավեն է, բրոնզով պատմված մի պատմություն։ Արամ։ Նա աշխատում է 3-րդ տաքսամոտորային պարկում, որտեղ եւ արժանացել է մնացած 3 տղամարդկանց համակրությանը, անկեղծ բարեկամությանը եւ նույնիսկ հովանավորությանը։ Ապա ուշադրություն դարձրեք այս հայացքին, սա ոչ թե բնաբուխ, այլ համեմատաբար վերջերս ձեռք բերված ինքնաբուխ հայացք է։ Առաջնեք շշմեցուցիչ զգացմունքը հախուռն թափով տիրապետեց Արամին եւ այսպիսին դարձրեց նրա։ 1972-ին նկարահանված տղամարդիկ կինոկատակերգության 4 գլխավոր հերոսներն են՝ Մհեր Մկրտչյանը, Ազատ Շերենցը, Ավետիք Գևորգյանը եւ Արմեն Այվազյանը։ Արձանը տեղադրելու նախապատրաստական աշխատանքները սկսվել էին 2006 թվականին, պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2007-ին։ Այս արձանախմբի քանդակագործը եւս Դավիթ Մինասյանն է։ 4 ընկերները, որոնց բոլորն էլ ծանոթ են, Երևանում տաքսու վարորդներ էին։ Արամը նրանցից ամենահամեստն ու ամաչկոտը, անհույս սիրահարված էր օրիորդ Կարինեին։ Տեսնելով ընկերոջ տառապանքը, եռյակը որոշել էր անել ամեն ինչ, որ նա ուշադրություն դարձներ Արամին։ Արձանախումբն այսօր հնարավորություն է տալիս այցելուներին մտովի վերականգնելու սիրելի ֆիլմի հերոսներին եւ պատկերացնելու նրանց քաղաքում շրջելիս։ Պատմությունը մնում է կանգնած քաղաքի փողոցներում։ Այն պարզապես սպասում է, որ տեսնենք ու ճանաչենք, պահպանելով մեր դիմագիծը։ Իսկ մենք դեռ կհանդիպենք։